համեմատություն է, բայց ես ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը Մայա Սանդոյի հետ հանդիպման ժամանակ Մոլդովայի նախագահի շատ բարձր էր գնահատել Մոլդովայում իրենց կատարած աշխատանքը, այսինքն ինչ է տեղի ունեցել Մոլդովայում։ Նույն սցենարով, էլի այդ հիբրիդային պատերազմի անվան տակ Եվրոմիությունը բավականին լուրջ աջակցություն էր ցուցաբերում Մոլդովայի իշխանություններին, ընտրությունների ընթացքում նաև կուսակցություններ արգելվեցին, որպեսզի մասնակցեն, այսինքն կոնկրետ նաև ընտրություն կատարող անձանց հետ կապված բավականին լուրջ խնդիրներ եղավ, երբ որ Ռուսաստանում ապրող մոլդովացիներին, Մոլդովայի քաղաքացիներին հնարավորություն չտրվեց ընտրություններին մասնակցելու, բայց հակառակը ուրեմն Եվրոպայում ապրողներին որևէ մի ձևով խոչընդոտ չհանդիսացան։ Հիմա այս թեմայի վերաբերյալ դուրս է գալի, որ Հայաստանի իշխանությունները համենայն դեպս նաև հերքումը չկա, Հայաստանի իշխանությունները այդ գումարները, այսպես ասած, քերում են Եվրոպայից սեփական կարիքների համար։ Այդ հիբրիդային պատերազմ ասելով իրենք այդ ամբողջ այդ նյութական ռեսուրսը, գումարը օգտագործելու են ընդդիմադիր ուժերին պախարակելու, խարազանելու եւ մնացած այլ գործողությունների համար։ Այսինքն մինչեւ հիմա ինչ է այդ կեղծապատեղեկատվությունը, նաեւ շատ է խոսում ֆեյքերի պոակ կոչվածի մասին, այսինքն ամբողջ ռեսուրսը դրա վրա օգտագործվելու է եւ ամենավատը հենց դրանում է, որ այդ միջոցները օգտագործվելու է հենց դրա դեմ եւ արդեն եթե չեն հերքում, դուրս է գալիս, որ հաստատում են այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը կոնկրետ այս խնդրանքով